Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորին, այսօր ապրիլի 2-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, դուք գիտեք մեր աշխատանքը մենք տանում ենք գրեթե ամենօրյա ռեժիմով, բայց այդպես ստացվեց, որ վերջի 2 օրը ես եթեր չեմ դուրս եկել, ու Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի անդամներին պետք է ասեմ, մենք կշարունակենք գրեթե ամենօրյա ռեժիմով ձեզ հետ աշխատել, բայց այս 2 օրը ես շատ զբաղված էի, ունեցել եմ կարևորագույն հանդիպումներ Երևանում եւ մի քանի պատվիրակությունների, որոնք գտնվում են Հայաստանում, օրինակ, հանդիպել են Լիտվայի պարլամենտական Սեյմի պատվիրակության հետ շատ լուրջ քննարկում էր, նաև շատ կարևոր ժողով անցկացրեց Հայաստանի արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը, այնտեղ ներգրաված են շատ լավ կազմակերպություններ, հայտնի հայկական հասարակական կազմակերպություններ, փորձագետներ ու կարևորագույն նիստ էր, որտեղ որ մենք որոշում ենք մոտակա 1-2 տարի ովքեր կներկայացնեն պատվիրակներ այդ պլատֆորմի, մեր կազմակերպությունը ընտրվեց նորից ու մենք կշարունակենք այդ աշխատանքը, այդ պլատֆորմը շատ կարևոր է Եվրոմիության հասարակության հետ աշխատելիս, Եվրոմիության պաշտոնյաների եւ 6 արևելյան գործընկերության երկրների հասարակությունների փորձագետների հետ անչափ կարևոր այդ ֆունկցիաներ են ու մենք կատարում ենք այդ աշխատանքը նաև որպես փորձագետ ես ունեցել եմ մի քանի հանդիպումներ մի քանի երկրների դիվանագետների հետ ովքեր գտնվում են ունեն դեսպանատներ Հայաստանում քանի որ իրանք էլ ուզում են հասկանալ ինչ է կատարվում ռեգիոնում ոչ միայն Հայաստանում մեր կարծիքը անչափ կարևոր աշխատանք է դա է պատճառը որ մեկ-մեկ ես ստիպված եմ զբաղված եմ ու ստիպված եմ բաց թողնել 1-2 օր մեր YouTube-յան ալիքի աշխատանքից, բայց շարունակում ենք մենք ակտիվ աշխատանքը, խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ ձեր ակտիվ մասնակցությունը նաև օգնում է, որ մեր YouTube-յան ալիքը ակտիվ աշխատի ու ինչն է կարևոր, որ այդ օբյեկտիվ ինֆորմացիան, վերլուծությունները տարածվեն եւ սփյուռքայության մեջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Այսօր ապրիլի 2-ին մենք ձեզ հետ կուսումնասիրենք, կհասկանանք ինչ է կատարվել երեք Մոսկվայում, կխոսենք միայն այս այցելության մասին։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությունով էր Մոսկվայում։ Հանդիպեց պարզ է, մեր պատվիրակությունը հանդիպեց Ռուսաստանի պատվիրակության հետ, դուք լսել եք այս երեք 10 րոպեանոց ելույթները Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի, դրանից հետո պատվիրակությունները բանակցեցին, հետո դրանից հետո տետ-ա-տետ հանդիպեցին Փաշինյանը եւ Պուտինը։ Ամբողջ process-ը տևել է 3.5 ժամ, ինչքան հասկացա ես, եւ երեկոյան 3 Երևանի ժամանակով 3 երեկոյան Երևանի ժամանակով ժամը 10-ին ավարտվեցին բանակցությունները։ Սկսվեցին 6:30 մոտավորապես եւ ավարտվեցին 10-ին։ Հիմա նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն էր, ինքը չէր թաքցնում, հիշում եք, բրիֆինգներից մեկի ժամանակ վերջի օրերս ինքը ասեց, որ դիմեց Ռուսաստանին, որ հանդիպում լինի, դու ինքը բացատրեց, որ փոքր երկրները միշտ պետք է նախաձեռնեն այս ձևի բաներ։ Ռուսաստանը արձագանքեց եւ հրավիրեց Նիկոլ Փաշինյանին աշխատանքային այցելության։ Այս հանդիպումը պարզ է, ցանկացած դեպքում Ռուսաստանի հետ հանդիպումները վտանգ են ներկայացնում հայ ժողովրդի համար, քանի որ Ռուսաստանի շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ, ուրեմն ցանկացած հանդիպում վտանգ է, բայց մյուս կողմից չես կարող ասել կառավարություն չպետք է հանդիպես Ռուսաստանի հետ, մեր կապերը Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում շատ ուժեղ են, ուզած-չուզած այդ ռեալությունը պետք է հաշվի առնի իշխանությունը, բայց երբ որ ես ասում եմ դա վտանգ է ներկայացնում, նորից այս բանակցությունների ու բանակցություններից հետո եկած process-ը ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ։ Ցանկացած հանդիպում դա վտանգ է Հայաստանի համար Ռուսաստանի պաշտոնյաների հետ առաջի հերթին առաջի դեմքերի հետ Ռուսաստանի
օրինակ նախագահի հետ կամ արտգործ նախարարի հետ, Պուտինի հետ, Լավրովի ապացույցներ մենք ստացանք այսօր գիշերը Ալեքսեյ Օվերչուկը ամփոփեց այդ ամբողջ բանակցային process-ը ու ուղեց մեզ սպառնալիքներ։ Պատկերացնում եք, կարող էր սպասել Ալեքսեյ Օվերչուկը, փոխվարչապետը Ռուսաստանի, կարող էր սպասել ու հիմա այս ամսի 2-ի ցերեկով տա ինտերվյու 10 պետական ռուսական գործակալությանը։ Ոչ, ինքը գիշերը տվեց։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը դժգոհ է այդ բանակցություններից ու Ռուսաստանը զգուշացնում է, որ հետևանքներ Հայաստանի համար կլինեն Եվրոմիության ինտեգրացման process-ի պատճառով, որ գնում ենք դեպի Եվրոմիություն եւ երկաթգծի այդ կոնցեսիայի պատճառով, որ մեր երկաթգծերը Ռուսաստանի կոնցեսիայի տակ են, մենք ուզում ենք փոխել կարգավիճակը, մեր երկաթգծերի ուզում ենք հրաժարվել, իրենք ասում են դա հետևանքներ կբերի Ռուսաստանին։ Ուրեմն, եղան բանակցությունները, արդյունքները մենք տեսնում ենք, Ռուսաստանը դժգոհ է, բայց բանակցությունների բովանդակության մասին պարտավոր ենք խոսել։ Ինչ էր ուզում Ռուսաստանը։ Ինչ մեսիջներ ուղարկեց, ինչ պատասխաններ ստացավ Նիկոլ Փաշինյանից ու ինչ մեսիջներ ուղարկեց Նիկոլ Փաշինյանը։ Ի սկզբանե ասեմ, մեսիջներ ուղարկեց Նիկոլ Փաշինյանը, բայց Ռուսաստանը պարզվեց դժգոհ է։ Պուտինը Եվ ես ասացի ինձ մեսիջներ ուղարկեց, հիմա կթվարկեմ, բայց գլխավոր մեսիջներից մեկը ինքը կուտը գցեց։ Մտածում էր, որ Նիկոլ Փաշինյանը կխափնվի, կուտը գցեց Ղարաբաղի հարցով, որ շատ զգայուն հարց է, պետք է մտածենք դրա մասին, մոտավորապես դա էր իր ասածը, շատ զգայուն հարց է, էտել ընտրությունները ձեզ մոտ։ Նիկոլ Փաշինյանը մերժեց, այդ կուտը չկերավ, ու դա շատ կարևոր է։ Քանի որ Ղարաբաղի հարցը Ռուսաստանը ուզում է օրակարգ մտցնել, որ մեր հարաբերությունները նորից լարվեն Ադրբեջանի հետ, նորից այդ պատմությունները վերսկսվեն։ Դա նշանակում է, որ շատ վտանգավոր է տրամադրված Ռուսաստանը։ Ռուսաստանը նաև մանիպուլյացիա էր անում գազի գնի հետ կապված, նաև Ռուսաստանը շարքում էր Ղարաբաղի կորուստի հարցը մեզ համար, այդ որ կորուստը լուրջ մեզ հայ ազգի համար, հայ ժողովրդի համար շարքում էր դա, այլ կոնտեքստով շարքում էր նաև հարցեր կապված հապկի հետ, հապկի դերի հետ եւ այլ։ Ուրեմն քայլ առ քայլ հիմա մենք կշարունակենք մեր աշխատանքը։ Ու պարզ է պետք է նաև մտածենք դրա մասին, ինչու Նիկոլ Փաշինյանը այս նախաձեռնեց այդ հանդիպումը, ինչի հետ է դա կապված, ինչ մեսիջներ ինքը ուղարկեց, հույս ունենալով, որ Ռուսաստանը կարձագանքի դրական։ Օրինակ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի այցելությունը կապված է երկու հարցերի հետ, գլխավոր։ Շատ հարցեր կան, կարևոր, բայց գլխավոր։ Նիկոլ Փաշինյանի մեսիջը նա էր, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Ռուսաստանի հետ մենք կշարունակենք աշխատել, չնայած որ ինտեգրվում ենք Եվրոմիության հետ, նաև Նիկոլ Փաշինյանի մի քանի մեսիջներ ուղղված էին նրան, որ Ռուսաստանի մասնակցությունը, միջամտությունը մեր ընտրությունների մեղմանան հետ կամ ուժեղ չլինեն, նաև կոնցեսիայի հարցը շատ կարևոր էր, Նիկոլ Փաշինյանը ուզում էր իմ կարծիքով համոզել Ռուսաստանին, որ կոնցեսիայից Ռուսաստանի մեր երկաթգծերի վրա հրաժարվեն, ուրեմն ինքը ուներ խնդիրներ լուծելու ու ինչ որ մեսիջներ ուղարկեց, որ այ մենք դա կանենք, բայց ինչքան հասկացա, բավարար չէր դա Պուտինի համար, ավելին Պուտինը դժգոհ մնաց, վերջում ես այս իմ ելույթի անպայման ձեզ կպատմեմ ինչ ասեց պարոն Ալեքսեյ Օվերչուկը, գիշերը նույնիսկ չսպասեցին ցերեկը, ուրեմն Ռուսաստանի համար շատ արդյունքները շատ վատ էին այդ բանակցությունները, իրանք շատ դժգոհ են։ Բայց անպայման ես կասեմ, ինչ էր սպասում Նիկոլ Փաշինյանը, սպասելիքներ ինքը ուներ, ուղարկեց մեսիջներ, բայց բավարար չէին այդ մեսիջները Ռուսաստանի ախորժակների համար։ Հիմա ասեմ ձեզ, որ Ռուսաստանը պատրաստվեց Նիկոլ Փաշինյանի այցելությանը, այդպես չակերտներում պատրաստվեց, օրինակ NTV-ն
այդ իրանց հերոստալիքներից, պետական հերոստալիքներից մեկը հաղորդում տվեց կապված Փաշինյանի հետ, իրավիճակի հետ նախընտրական փուլում Հայաստանում ու շատ բացասական երանգներով էր ներկայացված Նիկոլ Փաշինյանը, իր դիրքերը Հայաստանում, Ղարաբաղի հարցը առաջ բերվեց, խոսվեց այն սկանդալային իրավիճակի, որը հիշում եք մետրոյում ստեղծվեց, երբ որ Նիկոլ Փաշինյանը բանավիճեց մի կնոջ Ղարաբաղից, ամեն ինչ ներկայացված էր, իրանք ներկայացրեցին բացասական։ Պատկերացնում եք, նույն օրը պետք է բանակցություններ լինեն Ռուսաստան, Հայաստան, Պուտին, Փաշինյան ու նույն օրը բավական երկար հաղորդում էր ու շատ բացասական Հայաստանի ղեկավարության համար։ Բացի դրանից մեր դեսպանատան դիմաց Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ինչ-որ ակցիա կազմակերպեց, պարզեր չի ովքեր էին այնտեղ, բայց բողոքի ակցիան Ռուսաստանը թույլ տվեց, որ լինի, որտեղ որ վարեցին Նիկոլ Փաշինյանի նկարը, չգիտեմ ինչ-որ գոռում էին դավաճան եւ այլ եւ այլ։ Մեկ ինչու այդ ուշադրությունը դարձնում եմ, քանի որ Ռուսաստանը դա եվրոպական երկրներից չի։ Այնտեղ ժողովրդավարություն չկա, ամբողջը վերահսկվում է հատուկ ծառայությունների կողմից, ուժային կառույցների կողմից, ուրեմն եթե մարդիկ կարողացան անցկացնել այս միտինգը Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված եւ ինչ որ գործողություններ բացասական անցկացնել Հայաստանի դեմ ու վարչապետի դեմ, դա պարզ է Ռուսաստանի իշխանության հովանու տակ էր։ Մարիա Զախարովան, պատկերացնում եք, մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը 3-6:30-ից հետո սկսեց բանակցություններ Պուտինի հետ, մի քանի ժամ առաջ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ արտգործնախարարությունում Ռուսաստանի ասեց, որ մենք չենք պլանավորում եւ մեր տրանսպորտի նախարարությունը բանակցություններ չի վարում ու չենք նախատեսում, չենք պլանավորում կոնցեսիան երկաթգծի Ռուսաստանի կոնցեսիան մեր երկաթգծերի վրա տալ ուրիշին, ասենք Ղազախստանին կամ Էմիրատներին, ու ոչ մի պաշտոնական նամակ չենք ստացել ու այս ձևի հեքիաթներ պատմեց։ Հայաստանը պաշտոնապես դիմել է, այդ հայտնի է Ռուսաստանին, որ կոնցեսիայից հրաժարվի, տա բարեկամ ինչ-որ պետությանը, որ այդ մյուս պետությունը այդ կոնցեսիան վերցնի, քանի որ դա սահմանափակելու է մեր Հայաստանի շահերը առևտրի ոլորտում, միջազգային տրանսպորտային կապերի ոլորտում։ Ինք ասում եմ, մենք չենք ստացել, հիշում եք, պատերազմի ժամանակ 2020 թվի հետո, պատերազմից հետո այդ հարձակումների ժամանակ Հայաստանի դեմ անընդհատ ՀԱՊԿ եւ Ռուսաստան ասում են, մենք պաշտոնական նամակ Հայաստանից չենք ստացել, որ օգնենք։ Մինչդեռ եւ նամակներ ենք ուղարկել, եւ բանավոր ենք խնդրել եւ գրավոր։ Նույն մեթոդները հիմա շարունակվում են։ Բացի դրանից Մարիա Զախարովա ասեց, դա զարմանալի է, ասեց, մենք պատրաստ ենք Հայաստանին աջակցել հիբրիդային պատերազմների դեմ։ Այն հիբրիդային պատերազմները, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, մենք փորձ ունենք պաշտպանվելու ու կարող ենք օգտակար լինել Հայաստանին, այդ ոնց որ ձեր առնի, մենք խոսում ենք Ռուսաստանից հիբրիդային վտանգների մասին ու ակնհայտ իրանք երևում են այդ ու մեր պաշտոնյաները ստիպված են հիմա ասել, որ հենց Ռուսաստանից են գալիս հիբրիդային վտանգները Հայաստանից, ոչ միայն Ռուսաստանից, բայց գլխավորը գալիս է Ռուսաստանից։ Մարիա Զախարովա ասում է, մենք ձեզ կպաշտպանենք հիբրիդային մեր հարձակումներից։ Դա ուղղակի ձեր առնոց էր։ Լիխաչովը դա Ռոսատոմի ղեկավարն է Ռուսաստանը։ Ինքն էլ երեք միջև բանակցությունների սկիզբը ինչ որ խոսեց ատոմակայանի մասին, խոսեց նրա մասին, ինչքան կարևոր է ատոմակայանը Հայաստանի համար, ինչքան կարևոր է, որ մենք ենք կառուցում, եթե մենք չկառուցենք, ժողովուրդը բունտ կբարձրացնի ու կառավարությունը չի վերընտրվի։ Այդ մարդը Ռոսատոմի ղեկավարը ինչ կապ ունի քաղաքական հարցերի հետ։ Հա, որ Ռուսաստանը ասում է, մենք պատրաստ ենք նոր ատոմակայան կառուցել Հայաստանում, ուզում է պաշտպանել իր շահերը Հայաստանում ու պահպանել ազդեցությունը։ Այդ հասկացանք, բայց ինչ կապ ունի ընտրական արշավը դրա հետ, ինչ որոշում կընդունի կառավարությունը Հայաստանի, ռուսական ատոմակայան նոր կառուցել թե ոչ։ Այնինք այդ սա ամեն ինչը խառնեց։
Ուրեմն տեսակ չսկսած բանակցությունների ինչ մեծ արշավեր Հայաստանի դեմ, Հայաստանի կառավարության դեմ, ինչ մեծ ճնշում էր տարբեր հարցերում։ Հիմա Պուտին Փաշինյան շատ բան պարզ դարձավ, պարզ է, երբ որ սկսվեցին բանակցային process-ները, երկու պատվիրակությունների միջև, դուք գիտեք շատ ընդունված է, միջև պատվիրակություններ սկսեն բանակցել, ղեկավարները պետությունների, վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Պուտինը ելույթներ ունեցան մոտ ավրապես 10 րոպեանոց։ Ու այնտեղ գլխավոր իրանց ուզածը ասեցին։ Այնտեղից մենք հասկանում ենք գլխավոր ինչ էին ուզում կողմերը, հետո պարզվեց, որ ոչ միտեղ մենք համատեղ շահեր չունենք։ Պուտինը ինչ է ասում։ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ Եվրոմիության եւ ԵԱՏՄ-ի մեջ։ Ու շատ կարևորը հենց Պուտինն է ասել։ Միջ այդ Մարիա Զախարովան, Լավրովը, Օվերչուկները բոլորը խոսում էին, բայց այստեղ կարևորը Պուտին ասեց։ Չես կարող լինել։ Փաշինյանը պատասխանը շատ լավն էր։ Փաշինյանը ասում է, ինչի եք կարկանում մեզ։ Մենք գիտենք, որ մենք չենք կարող լինել միաժամանակ Եվրոմիության եւ ԵԱՏՄ-ի, քանի որ խաղի կանոնները տարբեր են։ Ու ավելին Փաշինյանը ասեց, բայց մենք դեր այն փուլում չենք, որ պետք է ընտրություն կատարենք։ Հայաստանը ի պաշտոնե չի դիմե Եվրոմիության անդամակցելու ու այդ մտքերով կիսվեց Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ասեց, այ, երբ որ մենք խորացնենք հարաբերությունները Եվրոմիության հետ, որ կարող է առաջանան խնդիրներ ԵԱՏՄ-ի եւ Եվրոմիության այդ խաղի կանոնների միջև, մենք կդիմենք ժողովրդին, կանցկացնենք հանրակրվե, ես մի քիչ բացում են փակագծերը, ասացի Նիկոլ Փաշինյանի, ու ժողովուրդը կորոշի, որտեղ ենք մենք լինելու։ Ստեղ Պուտինի ուզածին մերժեց Նիկոլ Փաշինյանը։ Ինքը չասեց, հա, դե ոնց մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գա։ Ինքը ասեց, ժողովուրդը կորոշի դուրս գանք թե ոչ, դա նշանակում է մենք կգնանք դեպի եվրոինտեգրացիան, մերժեց Պուտինին։ Մյուսը ինքը Նիկոլ Փաշինյանը նաև մեսեջ ուղարկեց, ստեղ մերժեց, մյուս կողմից մեսեջ ուղարկեց, ասեց, բայց Եվրոմիության հետ մեր հարաբերությունները չեն խոչընդոտի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այդ մեսեջեր Պուտինին միանագստանա, ինչ էլ լինի Եվրոմիության հետ, նույնիսկ եթե անդամակցություն չի տուժի հայ-ռուսական հարաբերությունները։ Պարզը Պուտինը իմ կարծիքով բավարարված չէր։ Վերջում, երբ որ Ալեքսեյ Օվերչուկի գիշերվա ելույթի մասին խոսեմ, դուք տեսնեք, որ բավարարված չէր Պուտինը։ Բայց Նիկոլ Փաշինյանը մեսեջը ուղարկեց։ Մյուսը Պուտինը շոշափեց մեր ընտրությունների հարցը։ Նո ակնհայտ միջամտություն մեր ընտրությունների մեջ։ Ինքը ասեց, որ լարված է Հայաստանում վիճակը ընտրությունների նախընտրական արշավի պատճառով ու դա չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ինքը ասեց այկան պրոռուսական ուժեր ձեր դաշտում ես տեսնում եմ շատ են հույսով եմ որ դուք թույլ կտաք իրանց մասնակցել ընտրությունների քանի որ բերդում նստած են Ռուսաստանի քաղաքացիները հենց դրա պատճառով որ ուզում են մասնակցել դուք դեմ եք ուստեղ ակնհայտ էր միջամտությունը մեր ներքին գործերի մեջ, մեր ընտրական արշավի մեջ, то есть Պուտինը ասում է այս Սամվել Կարապետյանին դուք պահում եք բերդում, Սամվել Կարապետյանին տվեք հնարավորություն մասնակցել եւ այլ։ Պատասխանը դիպուկ էր Փաշինյանի ու ամենակարևորը մերժում ստացավ Պուտինը։ Ինչ է ասում Փաշինյանը։ Ինքը ասում է այդ մարդիկ ովքեր մեզ մոտ քաղաքացիներ Ռուսաստանի բերդում են այդ մարդիկ այլ պատճառով են բերդում, ոչ թե ընտրությունների հետ կապված, քանի որ իրանք քաղաքացի են նաև Ռուսաստանի, ինչը ավտոմատ արգելում է մասնակցել մեր ընտրությունների։ Ինքը ասեց, որ մեր սահմանադրության համաձայն միայն մաքուր մեկ քաղաքացիություն ունեցող, հայկական քաղաքացիություն ունեցող մարդիկ կարող են ընտրվել պատգամավոր կամ վարչապետ։ Միատել բոքսեց Նիկոլ Փաշինյանը Պուտինին, մերժեց։ Մյուսը, պարզ է Պուտինը կուզենար նորից օրակարգ հայ ռուսական բերել Ղարաբաղի հարցը։ Նորից Ղարաբաղի հարցը բերել օրակարգ, որ
նորից սրվեն հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Ու Պուտինը այդպես նուրբ ասեց, որ մենք գիտենք, որ Ղարաբաղի հարցը շատ սենսիտիվ է, շատ զգայուն հարց է, чувствительный вопрос ինքը ասեց, դա է պատճառը, որ ինքը ասում է բարդ զարգացումներ էին Ղարաբաղի հարցով, մենք գիտենք, որ դա շատ զգայուն հարց է։ Ինքը, ես կասեի այդպես, ժողովրդի լեզվով, կուտը գցեց, բայց չկերավ կուտը Նիկոլ Փաշինյանը, քանի որ Ռուսաստանը չաջակցեց Ղարաբաղի հայերին, չպաշտպանեց իրանց իրավունքները, հիմա ուզում է պատասխանատվությունը նորից գցի Փաշինյանի վրա։ Փաշինյանը ասեց, գիտեք ինչ է, մենք ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք ճանաչեցինք Ալմաթայի հռչակագիրը 1991 թիվ, չենք կարկանի իր կոնցեպտը, ու մենք չենք ուզում վերադառնալ հետ Ղարաբաղյան շարժման տրամաբանությանը։ Մենք ուզում ենք այդ խաղաղությունը ուժեղացնել, այդ խաղաղությունը լավ բան է։ Ինքը կոպիտ ասած Նիկոլ Փաշինյան թույլ չտվեց, կուտը չկերավ, որ Ղարաբաղի հարցը նորից օրակարգ մտնի։ Հա, ինքը ասեց շատ ու շատ պետություններ օգնեցին, որ խաղաղության process-ը Ադրբեջանի հետ գնում է, նաև Թրամփի անունը տվեց Նիկոլ Փաշինյանը, նաև ասեց, որ նաև Ռուսաստանի դերն էլ, գիտեք, այդ դիվանագիտական այս ձևի հնարքներ են, բոլորը գիտենք, որ Ռուսաստանի դերը հենց բացասական էր մեզ համար, բայց այդ հնարքը օգտագործեց Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական, բայց Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ նորից Ղարաբաղի հարցը օրակարգ մտնի ու երկրորդ ամենակարևորը Պուտինը ասեց, դե դուք ճանաչեցիք Ղարաբաղը 2022 թվին Պրագայում, դուք ճանաչեցիք որպես անբաժանելի մաս Ադրբեջանի։ Հա, Նիկոլ Փաշինյանը ասեց, մենք ճանաչեցինք, բայց 2 տարի առաջ 2020 թվին պատերազմից անմիջապես հետո դուք Ռուսաստանս իդեմս առաջի բարձրագույն իշխանության պարզը Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Պուտինին 2 անգամ ճանաչեցինք։ Ղարաբաղը դուք ճանաչեցինք, հետո մենք ճանաչեցինք։ Դա շատ կարևոր է, քանի որ այս թեզը պրոռուսական ուժերը կկրկնեն Պուտինի թեզերը ընտրարշավի ժամանակ։ Ու հապկի հարցով շատ դիպուկ, շատ կարևոր տեղը դրեց Նիկոլ Փաշինյանը։ Հապկի հարցում էր Պուտինը փորձեց ալիքները խառնել։ Պուտինը ասում է, գիտեք, այ դուք դժգոհ եք հապկից, չեք աշխատում հապկում, վերադարձեք էլի հապկ, քանի որ հապկը մեղավոր չի, դուք ճանաչեցիք Ղարաբաղը, ավտոմատ դա նշանակում է, որ հապկը չէր կարող միջամտել, քանի որ վերջ Ադրբեջանի տարածք դարձավ Ղարաբաղը։ Ուրեմն դուք եք մեղավոր, որ հապկը ձեզ չի աջակցում։ Ժողովուրդ, ես ձեզ ուզում եմ զգուշացնել, որ Ղարաբաղի հարցով կյանքում հապկը չզբաղվի։ Ղարաբաղի հարցով զբաղվում են Մինսկի խումբը։ Ուրեմն հապկից Հայաստանը չէր սպասում, որ Ղարաբաղի հարցով մեզ օգնի։ Հայաստանը սպասում էր, որ երբ որ 2022 թվականի սեպտեմբերին հարձակում եղավ Հայաստանի տարածքի վրա, որ հապկը իր պարտավորությունը կատարի։ Հապկը ասեց դա միջսահմանային միջադեպեր են։ Բայց Պուտինը միտումնավոր մանիպուլյացիա է անում, խառնում է Ղարաբաղի հարցը այն ագրեսիային, որը կատարվեց Հայաստանի տարածքի վրա։ Ստեղ էլ Նիկոլ Փաշինյանը պարտքի տակ չմնաց։ Ինքը ասեց, որ հապկը չի կատարի իր պարտավորությունները Հայաստանի առջև, չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ես բացում եմ փակագծերը, կներեք, բացում եմ փակագծերը Նիկոլ Փաշինյանի ասացի։ Դες Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, որ հապկը չի կատարի իր պարտավորությունները, չի պաշտպանի Հայաստանը, երբ որ Հայաստանի վրա հարձակվել են, դա է պատճառը, որ մենք սառեցրեցինք ու չենք փոխելու մեր կարծիքը։ Այս երրորդ թե չորրորդ հարվածներ Պուտինին հերթական հարցով մերժեց։ Դες Պուտինը ինչ է ասում, դե արի վերականգնենք հապկի հետ մեր հարաբերությունները, նորից մասնակցեք, Նիկոլ Փաշինյանը ասեց, հապկը չի կատարի իր պարտավորությունը։ Ուրեմն հապկում սառեցված վիճակում մենք կմնանք։ Ստեղ էլ Նիկոլ Փաշինյանը մերժեց Պուտինին։ Պարզ է Պուտինը նաև խոսեց նրա մասին, որ գազի գինը ցածր է, որը ծախում է Հայաստանին, այդ մեծ առավելությունը ձեզ համար, մեծ առևտուր, այդ գործոնները միշտ օգտագործում են, հիմա չեմ ուզում շեղել մեր ուշադրությունը գլխավոր քաղաքական հարցերի, որտեղ որ մեր դիրքերը իրոք տարբերվում են ուժեղագույնս։ Հիմա
ատոմակայանի հետ կապված։ Դա ստրատեգիկ հարց է, նորից Նիկոլ Փաշինյանը մերժեց Պուտինին, քանի որ Պուտինը ասում է ատոմակայանը մենք պատրաստ ենք, այս ձևի էներգետիկ ոլորտում պատրաստ ենք աշխատել, Նիկոլ Փաշինյանը ստեղ էլ մերժեց։ Ոնց ինքը մերժեց։ Ինքը ասեց, որ մենք նայում ենք եւ Ռուսաստանի առաջարկությունները եւ այլ պետությունների առաջարկությունները։ Դե Պուտինը գիտի, մենք հիմա ուսումնասիրում ենք Ամերիկայի առաջարկությունը ատոմակայան մոդուլային կառուցել ու գրեթե այդ որոշումը կա, բայց Փաշինյանը ասում է, չէ, մենք ոչ թե ռուսականը նայում ենք, այլ Պուտինը հասկացավ, որ մերժեց իրան Նիկոլ Փաշինյանը, չնայած որ Նիկոլ Փաշինյանը այդպես խաղ տվեց։ Հիմա այս իմ թվարկած հարցերը գլխավոր հարցեր էին բանակցությունների ժամանակ, հրապարակային չխոսվեց կոնցեսիայի մասին, հենց բանակցությունների ժամանակ, բայց միջև բանակցությունների ու բանակցություններից հետո պարզ դարձավ, որ կոնցեսիայի հարցը Ռուսաստանի երկաթգծերի, Հայաստանի երկաթգծերի վրա կոնցեսիայի հարցը կարևորագույն հարցերից էր։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը մի քանի մեսիջներ ուղարկեց Ռուսաստանին, ասեց, որ Եվրոմիության ինտեգրացիա չի խանգարի Ռուսաստանին, ասեց, որ կարող է մենք կառուցենք ատոմակայան ռուսական, բայց մյուս կողմից տեքստից երևում է, որ մերժեց, մի քանի մեսիջներ փորձեց ուղարկել Նիկոլ Փաշինյանը Պուտինին, բայց պարզ է դա բավարար չէր Պուտինին։ Պուտինը ուզում էր լսել, որ մենք մնում ենք ԵԱՏՄ-ում, ուզում էր լսել, որ մենք կվերականգնեն մեր աշխատանքը ԱՊԿ-ում, էս էր ուզում լսել Պուտինը։ Ստացավ մերժում, ճիշտ արեց Նիկոլ Փաշինյանը, ողջունում է։ Բայց այս քննարկումից Պուտինը հասկացավ, որ Հայաստանը գնում է իր ճանապարհով ու Ռուսաստանը Պուտինը հասկացավ պետք է խոչընդոտի Հայաստանին, դա է պատճառը, որ բանակցություններից հետո գիշերը Ալեքսեյ Օվերչուկը ամփոփ ասեց դժգոհություն է Ռուսաստանի այդ բանակցություններից։ Ու ինչի մասին է խոսքը։ Օվերչուկը ասեց, որ ոչ մի կոնցեսիան չի փոխվի։ Կոնցեսիան Ռուսաստանի մեր երկաթգծերի վրա կշարունակվի։ Ոչ մի բանակցություն չեն գնում, մենք գոհ ենք ու կոնցեսիայից կամավոր չեք հրաժարվի։ Հայաստանի կառավարությունը իրավունք ունի խլել այդ կոնցեսիան պայմանագրի համաձայն իրանք ունի բարդ process-ը, բայց իրանք ունի։ Ինքը ասում է, եթե ձեր կառավարությունը Հայաստանի գնա այդ քայլի, այդ դեպքում հետևանքները ծանր կլինեն, ակնհայտ սպառնալիք ասեց։ Ինքը ասում է, Արևմուտքի հետ ձեր աշխատանքը ուղղված է Ռուսաստանի դեմ, քանի որ օրինակ Եվրոմիությունը թշնամի է Ռուսաստանի նկատմամբ։ Ուրեմն դուք մտնում եք մի բլոկի մեջ, Եվրոմիության բլոկ կազմակերպության մեջ, որը թշնամական է Ռուսաստանի նկատմամբ։ Չպետք է մտնեք, եթե մտնում եք, ուրեմն մեր դեմ եք դուրս գալիս։ Մյուսը ինքը ասեց Ալեքսեյ Օվերչուկը, այդ որ դուք գնացիք Տրամպի մոտ ստորագրեցիք փաստաթղթեր, ինչ տվեց դա Հայաստանին։ Ամերիկացիներին մենակ պետք է վերահսկել Իրանի սահմանը, ձեր սահմանը Իրանի հետ ու պետք է կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի եւ Թուրքիայի հետ։ Էս է իրանց պետք, դուք ինչ ստացաք։ Ինքը ասեց, որ ռուսական բիզնեսի համար խոչընդոտներ են ստեղծվում Հայաստանում, բիզնեսը օտարվում է եւ այլ, ինչը իմ կարծիքով ուղղակի սուտ է, բայց ինքը ասեց, որ այդ խնդրեմը կա ու մենք դժգոհ ենք։ Մենք այդքան դժգոհ ենք, որ հետևանքները Հայաստանի համար կլինեն շատ ծանր։ Ինքը ասեց, որ Արևմուտքը խանգարում է ռուս-հայկական հարաբերություններին։ Կոպիտ ասած այդ բոլոր ռուսական նարատիվները ինքը կրկնեց։ Դա պատասխանն էր այդ բանակցությունների արդյունքների։ Ուրեմն ես ինչ ուզում եմ ասել։ Այո, Նիկոլ Փաշինյանը դիպուկ պատասխաններ տվեց Վլադիմիր Պուտինին։ Հայաստանը մնաց իր դիրքերում, բայց գնալը նպատակը նա էր, որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր 1-2 դրական բան ասել ու հույսեր Փայփայում Նիկոլ Փաշինյանը, որ Ռուսաստանը կփոխի իր կարծիքը։ Ես ուզում եմ զգուշացնել, ոնց միշտ ասում էին սխալ է գնալ
կամ վտանգավոր է գնալ, ավելի ճիշտ վտանգավոր է գնալ բանակցել Պուտինի հետ, քանի որ հետևանքները կլինեն, ես մնում եմ իմ կարծիքի մեջ, բայց չեմ քննադատում իշխանություններին, քանի որ ռեալություններ կան, կախվածությունը մեր առևտրի ոլորտում, էներգետիկայի Ռուսաստանի շատ մեծ է, ստիպված է կառավարությունը գնալ, բայց շատ հստակ պահեց իրան Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, չզիջեց մեր ժողովրդի շայրը միանշանակ կարող եմ ասել ու մի շարք հարցերում տեղը դրեց Ռուսաստանին։ Թույլ չտվեց Պուտինին իր քայլերը Ղարաբաղի հետ կապված, որ Պուտինը հանձնեց Ղարաբաղ-Ադրբեջան, չթողեց, որ Պուտինը կարողանա մանիպուլացնել այդ հարցը։ Միջնոր հանդիպումներ